Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսում եք հենց մեզ հետ։ Այսօր դարձյալ կարևոր թեմաներին ենք անդրադառնալու եւ մեր հյուրերի հետ դրական լիցքերով ենք լցնելու ձեր օրվա առաջին մասը։ Այժմ հրավիրում եմ հատկապես ծնողների ուշադրությունը, որոնք ունեն մանկահասակ երեխաներ, քանի որ խոսելու ենք ծնողավարության մասին։ Մեր տաղավարում է այժմ ծնողավարման հոգեբան, քոուչ Գայանե Մելքումյանը։ Բարի առավոտ, ուրախ եմ։ Մինե ջան, բարի լույս մեր հեռուստադիտողին, ուրախ եմ ձեր լուսավոր տաղավարում գտնվել։ Ես եւս ուրախ եմ, որ մեր հրավերը ընդունել եք։ Ինչպես եք սկսել ձեր առավոտն այսօր։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սովորաբար իմ առավոտը սկսում է ինչպես բոլոր մայրիկների մոտ, բալիկիս պատրաստել, մանկապարտեզի, ճանապարհել, ես սովորաբար նաև եւ աշխատող եւ այս պահին ուսանող մայրիկ եմ, ինչու՞ չէ, եւ այսպես համատեղելով դասեր on-line եւ խաղ ահավոտյան օրեր, ինչպես շատ մայրիկների մոտ։ Շատ հետաքրքիր բան նշեցիք, եւ ուսանող եք եւ մայրիկ, այժմ որ բաժնում եք ուսանում։ Այո, այժմ երկրորդ մագիստրոսական կրթություն եմ ստանում պետական մանկավարժական համալսարանում ընտանիքի հոգեբանություն մասնագիտացմամբ։ Իսկ առաջինը ընդհանուր հոգեբանությունն է եղել։ Քանի որ մանկական հոգեբանություն եմ ուսանել Հուսական ինստիտուտում եւ նաեւ ամերիկյան կրթություն ունեմ աշխարհի առաջատար ծնողավարման ինստիտուտներից մեկում, որի փորձով կկիսվեմ եւ մի քիչ կպատմեմ, թե ինչ այսպես նորություն ա բերել հայկական ծնողավարման դաշտ։ Եվ քանի որ աշխատում եմ ծնողների հետ, տեսնում եմ, որ այստեղ կարիք կա ինտեգրելու նաև ընտանեկան թեմաները, որովհետև երեխան ընտանիքի մի մասն է եւ այդ ընդհանուր օղակի հետ է շատ կարեւոր աշխատանք տանել նախքան անցնել օրինակ երեխայի վարքին կամ վարքային տարբեր մարտահրավերներին, որով որ դիմում են ծնողները։ Այ հետաքրքիր նկատառում արեցիք, ընտանիքի հետ է պետք աշխատել։ Տարիներ առաջ մեզ մոտ այդ մտածողությունը դեռ զարգացած չէր, որ հոգեբանին կարելի է եւ պետք է դիմել, թեկուզ որոշ ժամանակը մեկ, թե անհատի մակարդակով, թե երեխայի ավելի փոքր տարիքի, ինչպես է ձեզ մոտ կամ առասարակ շուկայում ինչպես հասունացավ այն պահը, որ մարդիկ ավելի շատ սկսեցին ուշադրություն դարձնել հոգեբանությանը եւ ավելի ընդգծեցին, որ մանուկներին, այո, պետք է հոգեբան, որպեսզի զարգացումը անհատի ավելի ճիշտ ձևավորվի։ Շատ կարևոր նկատահում արեցիք, հիմա ծնողները սկսել են փնտրել լուծումներ եւ օգնություն իրենց ցանկացած հորյա մարտահրավերների հարցում եւ նույնիսկ ուրախություն ինձ եւ բոլորիս շատ ծնողներ արդեն դիմում են պարզապես զարգանալու, ինքնակրթվելու համար, ես շատ հաճախ երբ որ գրում են օրինակ հենց սոցիալական ցանցերով եւ դիմում են, ես միշտ հարցնում եմ, ունեք որևէ կոնկրետ մարտահրավեր, հայցեր, որով ցանկանում եք դիմել, թե պարզապես ընդհանուր հետաքրքրություն ունեք ու հիմա շատ է գերակշռում արդեն այդ պատասխանը, որ պարզապես ուզում եմ դառնալ ավելի գիտակից, ծնողավարել ավելի գիտակցված, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասնեմ երեխայից կամ առհասարակ, հենց մայրիկի այդ ներքին վստահության համար, որովհետև օրինակ իմ աշխատանքը երբ որ սկսում եմ, ես աշխատում եմ ծնողի հետ առաջնային եւ ծնողի հոգեկան առողջությունը բարելավելու ուղղությամբ, քանի որ այստեղից է սկսում ամեն բան։ Մինչեւ այդ ֆունդամենտները մենք չկարգավորենք երեխայի վարքին, երբեմն մինչև հասնում ենք երեխայի հետ աշխատանքին, արդեն կարծես լուծված են լինում հարցի ավելի խորագույն արմատները։ Ես միշտ ասում եմ, երեխայի վարքը այդ այսբերգի գագաթն է, դուք տեսնում եք օրինակ ագրեսիվ վարքային դրսևորումով բալիկ, բայց այստեղ հարցը այլ է,
մենք փորձում ենք առաջին հերթին նայել այդ տեսանկյունից, իսկ ինչ է կատարվում իմ երեխայի հետ, որ օրինակ ցուցաբերում է ագրեսիվ վարք, որ չի լսում, հա, օրինակ շատ հաճախ նշում են, չի ենթարկվում, երբ որ սկսում ենք այդ պրիզմայից նայել, ինչ է կատարվում, հա, սկսում ենք ծնողները իրենցով օրորի բացահայտել են բոլոր կարիքները, որ երեխան ունի, եւ երբ որ աշխատում ենք այդ հերթականությամբ, հա, այդ խորքային արմատների հետ, ինչպիսի հույզեր ունի երեխան, արդյոք դա շատ հաճախ ծնողները ասում են մանիպուլացնում է ինձ երեխան, շատ հին արտահայտություն է դա կարծում եմ, բայց շատ նստած է, հա, այսպես սերմանել են սերունդներ շարունակ, որ երեխան երբ որ լացում է, մանիպուլացնում է, սա այսպես ինձ այդ առումով բավական հետաքրքիր է երեխան այնքան վերլուծական, հա, այդ մասը իր մոտ զարգացած է, որ ինքը հասկանա, որ ինքը մանիպուլացնում է, թե պարզապես այդ բայ հույզն է, որ ինքը արտահայտում է, ինչ որտեղ թեթև մանկական կապրիզներն են, որ պետք է լինեն այսպես թե այնպես։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, երեխայի ուղեղը մինչև 3 տարեկան դեռ ռացիոնալ մտածողությունը, տրամաբանությունը, ուղեղի այդ կիսագունդը այդքան զարգացած չէ, եւ կարող ենք ասել, հա, 3+ է սկսում զարգանալ, նույնիսկ եւ մինչև 18 տարեկան։ Այդքան մեր ուղեղի այսպես ամենաուշ զարգացում ապրող հատվածն է դա, եւ երբ որ օրինակ ասում են նորածին երեխան լացում է մի գրկեք, նա մանիպուլացնում է կամ կսովորի, դա կապի կտրման, հա, այսպես, ավելի մասնագիտական հուզական դեպրիվացիա ենք ասում, այսինքն այդ ծնողական, այստեղ կապի կորուստ է լինում եւ դրանից բխող տարբեր խնդիրներ, ինչը որ էլի սերնդեսերունդ փոխանցվող գենետիկ տրավմա, հա, կարելի ասել, որովհետեւ այն երեխան, որ անօգնական է եւ ունի կարիքը ֆիզիկապես, բարձրապես ծնողի ներկայության ու երեխային մի գրկեք, դա երբ որ ծնողներն էլ ուսումնասիրում են երեխայի զարգացումը, տեսնում են, որ երեխան ի վիճակի չէ նրանց մանիպուլացնել, իսկ ավելի, հա, հետագայում ավելի մեծ տարիքում էլ միշտ կան վարքի պատճառներ, միշտ կան կարիքներ եւ կամ որոշակի սահմանների ու կանոնների բացակայություն։ Այսինքն երեխան կարիք ունի որոշակի, հա, այսպես ակվարիում ասենք դա, բայց չհասկանանք, հա, սահմանափակող ակվարիում, բայց մի տարածք կա, որտեղ որ երեխան պետք է իմանա։ Օրինակ, մեր տանը ճաշի ժամին հեղախոսով չենք զբաղվում, օրինակ, մեր տանը մեծ քանակով անահող ծնունդ չենք օգտագործում։ Ընտանիքի կանոններին պետք է տիրապետի։ Այո, պետք է լինի։ Այ ինձ նաև հետաքրքիր է, որ փոփոխությունները այնուամենայնիվ մեր օրյա կյանքում հանգեցրին նրան, որ ծնողները գան այդ գիտակցմանը, որ հոգեբանը նույն այն մասնագետն է, նույն համեմատականի վրա ինչ որ ուսուցիչը պայմանական, հա, որովհետև միշտ ասում են շատ տարածված ամեն դեպքում խոսույթ մենք ունենք, որ ոչ եմ խելագարվել, ես դիմեմ հոգեբանի կամ երեխայիս ինչ ա եղել, որ մի հատ էլ ինքը գնա հոգեբանի, բայց վերջին տենդենսները գալիս են ապացուցելու, որ դպրոցները ինքնակամ ունեն արդեն իսկ մասնագետ հոգեբան, որը երեխաների հետ վաղ տարիքից աշխատում է, որ փոփոխությունները հանգեցրին սրան, որ մենք եկանք դրան։ Շատ լավ հարցեր, կարծում եմ, հա, հենց նշեցիք դպրոց մանկապարտեզ, այո, այստեղ հիմա հոգեբանների հաստիքներ կան եւ շատ սկսել է կարեւորվել, հա, ոչ միայն պարզապես այդ դերը ստանձնող որևէ մասնագետ, այլ հենց կոնկրետ աշխատանքներ են տարվում եւ դա շատ ուրախալի է։ Այո, դա էլ է պետական մակարդակով մտածողություն է ձևավորվում, որովհետև հենց այդտեղից էլ այդ պրոպագանդան պետք է սկսվի, որ կարևոր է թեկուզ ճանաչել երեխայի զարգացումը, հա, պատկերացրեք, բույս ենք բերել տուն որևէ, հա, իմ ասած շատ այսպես համեմատելու եզրերը տարբեր են, բայց այն պետք է նախ եւ առաջ տեխնիկան, բայց նույնն է մեծամասամբ։ Ուսումնասիրենք, հա, օրինակ դա ինչ բույս է, ինչպիսի կլիմային է սովոր, ինչպես պետք է խնամենք։ Նույն ձևով էլ ավտոպիլոտով ծնողավարումը կարծեք թե փակ աչքերով փորձենք ինչ-որ բանից գլուխ հանել եւ որտեղ որ ծնողները հանդիպում են որոշակի մարտահրավերների, որոշակի այսպես խոչընդոտների, այդտեղ կարծեք թե նրանք զգում են իրենց անօգնական եւ ներկայիս էս ինչպես լացող երեխան, չէ։ Այո, հենց այդ նույն այդ անօգնականություն, անզորության զգացումը
ինչ անեմ, թևաթափվում են, հուսահատվում են, ոչինչ չի աշխատում, եւ հենց այդտեղ կարծեք թե նորմալացել է, որ այո, շատ հաճախ ընտանիքներում այսպես օրինակ երիտասարդ մայրիկների նկատմամբ է շատ անհավատ վերաբերմունք, որ ինչու ես ուզում դիմել մասնագետի, մեր երեխայի հետ ամեն ինչ կարգին է, հա, մի քիչ ավելի մեծ սերնդի հետ են լինում բախումները, բայց մայրիկները շատ ուրախալի է, որ հիմա երիտասարդ մայրիկները գիտեն ինչ են ուզում եւ գիտեն ինչն է իրենց երեխայի համար լավ։ Ու երբ որ տեսեք հիմիկվա սերունդը եւ հիմիկվա երեխաները կարծեք թե այլ աշխարհում են ապրում, քան մենք ենք մեծացել։ Մենք ենք մեծացել եւ նրանք ապրելու են այլ ավելի այլ աշխարհում, նոր աշխարհում, որտեղ արդեն հա արհեստական բանականությունն է, նեղոցանցերը եւ մենք պետք է ընդունենք այդ փաստը, որ դաստիարակել այնպես ինչպես եղել է նախկինում, այլևս պարզապես առնվազն նույն տեղում դոփել է նշանակում։ Այո, պարզապես չենք կարող, որովհետև հիմա այլ այսպես այլ հարցեր ունենք մեր առաջ դրած, այլ նպատակներ, հիմա ծնողները ուզում են դաստիարակեն ինքնավստահ երեխա, ոչ թե օրինակ հա ավելի սովետական, որովհետև հիմա մարտահրավերները իմ ուրույն կարծիքով ավելի շատ են, քան առաջ էին։ Այո, այն ժամանակ օրինակ խելոք, լսող երեխա մեծացնենք, դե այդտեղ չխոսենք, որ շատ այլ կարիք կան, որոնք մնացել են անտեսված, այդ խելոք եւ հնազանդ, այսպես ասած, երեխա սինդրոմի ներքո, հա, ինչքան ճնշված հույզեր, չարտահայտված կարիքներ, խոսքեր կան, որոնք եւ հենց դառնում են խոչընդոտ հետագա կյանքում, օրինակ ինքնավստահ լինելու, ճկուն լինելու, հա, եկեք ընդունենք, որ այժմ ոչ թե ուժն է, հա, հաղթելու միակ միջոցը կամ ով ավելի բարձր գնահատական ստացավ դպրոցում, ոնց որ առաջ է կարևոր այլ հիմա իրենք ապրելու են մի աշխարհ, որտեղ ճկուն լինելն է կարևոր, ճկուն, դիմացկուն, եւ հենց ծնողները նաեւ այդ հարցերով են այժմ, այդ հայցերով են գալիս, ոնց անեմ, որ իմ երեխան այսպես կարողանա արտահայտվել անկաշտկանդ, որ կարողանա իր սահմանները պաշտպանել, կարողանա ընդգրկվել տարբեր միջավայրերում, կոմունիկացվել եւ այո, հիմա հաջողության հասնելու համար հենց մեզ պետք է այդպիսի սերունդ ինքնավստահ, բայց միևնույն ժամանակ իրենց սահմաններն ու կանոնները ընդունող ու դրանց պատկանող երեխաներ։ Երեխան երբ դեռ նոր է սկսում ճանաչել ու արտահայտել իր հույզերը, ծնողները հաճախ չգիտեն, թե ինչպես է պետք այդ հարցում աջակցել երեխաներին, որոնք են ամենատարածված սխալները, որ ծնողների կողմից թույլ են տրվում։ Այո, իմ ամենասիրելի թեման է, ես շատ եմ սիրում աշխատել հուզական ինտելեկտի հետ կապված հարցերով եւ որը էլի նոր տերմին է, ինքը վաղուց կա գործընթացը, բայց տերմինոլոգիան նոր է ու նոր է մեր խոսակցական դաշտում եկել է emotional intelligence այդ թարգմանությունն է եւ այո երեխաների այդ ագրեսիվ վարքային դրսևորումներ, կապրիզային փուլեր եւ հույզերի արտահայտման հետ հայցերով մենք հենց սկսում ենք երեխաների մոտ զարգացնել էմոցիոնալ ինտելեկտը եւ դա պարզապես տերմին չէ, դա վաղուց արդեն նյարդաբանական եւ նեյրոհոգեբանական այսպես եզուիթ է դարձել, քանի որ դա փաստ է, որ երեխայի ուղեղը զարգանում է հույզերի հաստատման եւ կարեկցանքի միջավայրում եւ դա կապված է ուղեղի շատ բարձր վերլուծական ֆունկցիաների հետ եւ երեխան կարողանում է արտահայտվել, օրինակ ասել մամ ես շատ զայրացա, որովհետեւ եղբայրս վերցրեց իմ մատիտը, հա, օրինակ փոխարենը երբ որ երեխան դա չի կարողանում խոսքերով արտահայտել, նա կարող է կծել, օրինակ շատ հաճախ է հանդիպում այդ վարքային դրսևորումները 2 տարեկանից սկսած նույնիսկ ավելի վաղ կծել, հարվածել, հրել, հա, եւ ծնողներն ասում են ինչ անեմ, բալիկս միգուցե սխալվել եմ դաստիարակության հարցում օրինակ, հա, եւ հենց այդ անօգնականությունից որից խոսեցինք, բայց իրականում երեխան չգիտի ինչպես խոսքերով արտահայտել։ Երբ որ նա կարողացավ ասի մամ, գիտես, ես դրանից եմ զայրացել, ինչ անեմ, ինձ օգնի, եւ մայրիկը ահողջ կերպով ցույց տա, թե ինչպես կարող է երեխան հաղթահարել այս իրավիճակը, հա, որովհետեւ երեխան դա չգիտի, իր համար, հա, օրինակ ես զայրացած եմ, հա, կտամ կխփեմ որևէ բանի, կկծեմ, բայց
Էլ ինչպես կարող եմ, դա մենք պետք է Դուք հետաքրքիր թեմա եք շոշափում, որովհետև ինձ թվում է այս խնդիրը ոչ միայն մանկահասակների մոտ կա, այլև հասուն մարդկանց։ Երբ որ մենք ունենք խնդիր, մենք զայրացած ենք, ագրեսիվ ենք տեղտեղ ու չենք կարողանում այդպես էլ բառերով բացատրել ինչ է տեղի ունեցել, ինչն է մեզ անհանգստացրել։ Եվ այս ամենալավը արտահայտվում է հենց մանկահասակների մոտ, որոնք խոսքի հետ կապված են նաև տվյալ տարիքից ելնելով խոսքի խնդիրներն էլ հենց հույզերի այդ արտահայտման հետ նաև լուծվում են շատ հաղորդակցման եւ խոսքի հետ կապված խնդիրներ, որովհետեւ իրականում սա մենք սովորեցնում ենք կյանքի նաև հետագայում ամենակարևոր հմտություններից մեկը, որը ինչպես նշեցիք, այո, նույնիսկ շատ մեծահասակներ եւ ծնողներ, օրինակ, երբ որ առանց իհարկե մեղադրելու, բոլոր մայրիկներն էլ ունեն տարբեր կարիքներ, որ զայրանում են, բղավում են եւ չկա այդպիսի մի ծնող, որ չի լինում իր մոտ որևէ զայրույթի պոռթկումներ եւ այլն, բայց երբ որ մենք զայրանում ենք օրինակ երեխային պատժում կամ վիրավորում, ինչ է սովորում երեխան, որ զայրացած ժամանակ կարելի է պատժել եւ վիրավորել, դա է նորմալ։ Որ իմ զայրույթը նորմալ չէ, որ երբ որ ես զայրանամ, ինձ չեն սիրի, ավելավ է ես զսպեմ իմ հույսը, դա էլ մեկ այլ այսպես խնդիր է, որտեղ որ երեխան չի արտահայտվում եւ սկսում է այլ այսպես խնդիրներ, դրան հետևել նույն խոսքային հենց ապավումներ եւ այլն։ Այսինքն մենք երեխաներին ամենապարզ գործիքը ուղղակի անվանել ինչ ազգում։ Հա, բալես, ես քո կողքին եմ, գիտեմ, որ զայրացած ես, մաման քեզ հետ է, վերջ։ Այդտեղ մի լացի, մի խփի, չարես դու, դա լավ չէ, ես քեզ չեմ սիրի, դա էլ, շատ հանդիպում է, չեմ սիրի։ Բայց գիտեք, մասնավորապես հայ ծնողների մոտ այս խնդիրը գուցե հիմա ավելի մեղմված վիճակում է, բայց ավելի մեր սերունդը, երբ որ փոքր հասակում էր, մի հետաքրքիր բան կար տարածված ծնողների մոտ, որ երեխան, հիմա է, որ ծնողները երեխային նայում են հավասարը հավասարին։ Այն ժամանակ երեխային ասում են ինքը ով է, որ մի հատ էլ կարծիք արտահայտի, իսկ ինքը ով է, որ էմոցիա ունենա, եթե ես ասում եմ այսպես ուրեմն այսպես է եւ դա չի էլ քննարկվում։ Այո, այդտեղ կարող եմ էլի իմ սիրած թեմաներից մեկն է, դա ծնողավարման ոճերի հետ է նաև կապված, նախկինում շատ գերիշխել է ավտորիտար ծնողավարումը, որտեղ ծնողը հեղինակությունն էր, որտեղ ծնողը միակ ճիշտն էր, այսպես կարծեք, թե ձեռք կարող է խփել սեղանին ու ասել ես այսպես եմ ուզում եւ վերջ, այսինքն երեխան չունի իրավունք արտահայտվելու, երեխան ընդունվում է որպես բուտաֆորիա, շատ վատ մի բառ եմ օգտագործում, բայց ընդունվում է որպես մի պատյան, որը չունի էմոցիաներ, ոնց երեխան կարա կարիքներ ունենա բացի սնվելուց, եւ հագնելուց, այդ ժամանակների համար երևի թե արել են մեծ ծնողների սերունդը եւ իրենց ավելի մեծերը տատիկ պապիկները հաստատ արել են լավագույնը, չի եղել այսքան տեղեկատվություն եւ հենց ես միշտ դրա հետ եմ համեմատում, որ հիմա կա մայրիկներ ջան, աղաչ պետքա գնայիք, գտնեիք, չի եղել, ասել եմ պատժեք երեխային, անկյուն կանգնացրեք, որ խելոքանա, այդ ուսումնասիրությունները պակասել են իրենց դաշտում, բայց հիմա կա եւ չիմանալ ու չկիրառելը կարծեք թե նման է փակ աչքերով նայել դուրս եւ ասել, որ արև չկա, բայց այն ինչ շատ գեղեցիկ է մեր իրականությունը, շատ բաց է դաշտը եւ մենք կարող ենք մանկուց երեխաներին տալ են թևերը, որը որ իրենց հետագայում կօգնի, Հիմա հետ գնանք այդ նորից այդ ավտորիտար ծնողավարմանը, դա շատ խորքային տրավմա եւ հետք է թողել իհարկե մեր իրականության մեջ եւ հենց մայրիկները ովքեր որ դիմում են օրինակ էմոցիոնալ հարցերով երեխայի հետ կապի խնդիրներով միշտ հետ ենք վերադառնում իրենց մանկություն թե ինչպիսի ծնողավարման ոճ են ունեցել իրենց ծնողները, որովհետեւ հետագայում էլ իրենք են իրենց երեխայի հույզերից վախենում, երեխայի զայրույթը դիպիտակում, անվանարկում որպես չար երեխա, որպես վատ երեխա, չլսող, բայց իրական իրենց համար է դժվար տանել այն հույզերը, որը որ միգուցե փոքր ժամանակ իրենց ոչ ոք չի ասել, բալես, ես քեզ հասկանում եմ։ Շատ լավ, մերօրյա հասարակության մյուս կարևոր առանցքային խնդիրներից մեկը, կարող ենք իհարկե կարծում եմ հոգեբանական տեսանկյունից դա խնդիր անվանել, այն է, որ մայրիկները հայրիկներին հավասար գուցե ինչ-որ տեղերում ավելի աշխատում են, եւ այս աշխատանքը արդեն իսկ օրվա մեծ մասը խլում է ու երեխային այն ժամանակը, որը հատկացվել է նախկինում, ներկայումս հատկացնել հնարավոր չի լինում։ Այս իրավիճակում ոնց պետք է ծնողը ճիշտ դասավորի
իր էմոցիաները առաջին հերթին, երեխայի հետ ոնց է պետք վարվել, որ երեխան իրեն մենակ չզգա, անտեսված չզգա, որտեղ ես հաճախ հանդիպում եմ արդեն մեծ տարիքի երեխաների, որ ասում են թող չանեին այդքան ինձ համար, թող լավ կյանք չապահովեին, բայց փոխարենը լինեին ինձ հետ իմ միջոցառման օրը, իմ առաջին ինչ բանի օրը, նաև երեխայի տեսանկյունից էլ մեղադրանքը կա ծնողին, բայց ծնողը ուզում է աշխատել եւ ապահովել լավագույն կյանքը երեխայի համար։ Այս իրավիճակում ոնց է կողմնորոշվում է եւ ամենաառաջինը ես միշտ ասում եմ ծնողներին, որ մենք պետք է ընդունենք։ Մենք հիմա այս իրականության մեջ ենք եւ մեր երեխաներն էլ են ապրելու։ Այսինքն մենք չենք կարող ամեն ինչից իրենց զերծ պահել եւ այո, նաեւ ծնողները հենց աշխատելով այս բազմազբաղ հաղորդյալի մեջ կարող են մոդելավորել շատ լավ բան, շատ լավ հմտություններ, օրինակ ճկունություն, ճարպկություն, ինչպես է մայրիկը կարող է եւ կենցաղակարգ դասավորի, եւ ահորյայում, եւ հոգ տանի իր մասին, եւ տանը լինի կին, հա, այս բոլոր դերերում եւ դա մեր կյանքն է, իրենք էլ են սովորում լինեն այդքան ճկուն։ Այստեղ շատ հաճախ մայրիկների մոտ իհարկե մեղքի զգացում է լինում, միգուցե ես բավական լավ մայրիկ չեմ, միգուցե իմ երեխայի համար ես չեմ անում մաքսիմալը, բայց այստեղ դա կարծեք թե մեղմում է, որ մենք մեր երեխայի համար լավագույնն ենք մեր ներկայության մեջ եւ դա կարեւոր չէ թե քանի ժամ է օրվա ընթացքում, հա։ Եկեք ընդունենք, որ կարելի է լինել 24/7 երեխայի ներկայությամբ, բայց չլինել ներկա։ Այդ ներկա լինելը հենց այդտեղից սկսում են շատ դավմանների ու մարտահրավերների լուծում, նաև ներկա լինել այստեղ, հիմա, լսել երեխային, օրինակ խաղալիս ուշադրությամբ նայել երեխայի աչքերին, ֆիզիկապես հանգիստ լինել, չէ՞ որ երեխաները մինչև խոսքին հասնելը ֆիզիկապես են մեզ ընդունում, հա, երեխան նաև նյարդային համակարգով է կապված մայրիկի հետ եւ նա զգում է արդյոք մայրիկը իր հետ է մտովի, թե օրինակ խաղում է, բայց հեղափոխում է, մտածում է, որ բա այս գործերը մնացին այն գործերը, իհարկե տարբեր ահորյա գործեր, հոգսեր կան, որ հիմա մայրիկների գլխում են, բայց ավելի լավ է լինել օրինակ 30 րոպեվա ընթացքում, բայց որակյալ ժամանակ անցկացնել, ներկա լինել երեխայի կյանքում։ Եվ նաև այո, այդ ինքնաճանաչումը, մայրիկներն էլ ունեն սեփական կարիքներ եւ կարծեք թե հենց այն, որ դուք նշեցիք, որ հետագայում կարող են երեխաները մեղադրել, կարող է հակահակը լինել, հա, երեխան նա կասի, ով է քեզ խնդրում ինձ համար այսքան բան անել, խնդիրներից մեկը հենց այդ մեղքի զգացումներն են, որ այդ շրջանում ուղղորդվում են եւ եթե մայրիկը վստահ է իր դերի մեջ, եթե մայրիկը հանգիստ է, կարծեք թե ամեն ինչ ճիշտ է գնում։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ ամփոփելով վերջում մեր հեռուստատիտողին նաեւ հուշենք, եթե դուք սոցցանցերում ակտիվ եք, ինչպես եք ձեր ծնողավարման արդեն մասնագիտական հմտություններով, գիտելիքներով ծնողների հետ կիսվում, ունեք սոցիալական էջեր, որոնց կարող են մեր հեռուստատիտողները հետևել։ Այո, շատ ակտիվ եմ իմ լսարանի հետ իմ Instagram-յան էջում, Գայանե, գծիկ ներքև Այո, Instagram-ում ինչպես որ գրվում է Գայանե, տակիքից Մելքումյան։ Շատ լավ։ Ինչ շատ մայրիկներ այդտեղ հետևում են եւ ես իրենց հետ կապի մեջ եմ, միշտ սիրում եմ երկխոսել, ցանկացած հարցերի փորձում եմ հնարավորինս, հա, պատասխանել, օգտակար լինել եւ դա ինձ համար ոչ թե եղել է պարզապես ինչ որ, հա, ներկայացնել օրինակ իմ ծառայությունները, այլ դա շատ ավելի խորքային ահագելություն է եղել, փոխել որևէ բան եւ մի դրական այսպես շերտ ավելացնել մեր իրականության մեջ եւ օգնել ես էլ ինքս, հա, նախ լինելով մայրիկ հասկանալ մայրիկներին այդ տեսանկյունից եւ լինել նրանց կողքին այդ գեղեցիկ ճանապարհորդության ընթացքում։ Շատ շնորհակալ եմ այս գեղեցիկ զրույցի համար, այն մասնագիտական ինֆորմացիայի, որը կիսեցիք մեզ հետ եւ մեր հեռուստադիտողների։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում մանկական հոգեբան, քոուչ Գայանե Մելքումյանն էր։ Արդեն մեր զրույցը եթե դիտեցիք, կարծում եմ, որ բավական բովանդակ էր ձեզ համար, հետագա ամբողջ ինֆորմացիան կարող եք հենց հոգեբանի էջում գտնել, Instagram-յան, ինչպես որ արդեն նշեցինք, անուն ազգանվամբ կարող եք գտնել, իսկ
այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։